Ծաղկաշենի միջնակարգ դպրոցի այս դասարաններում ձմռան ուժեղ ջեռուցման պայմաններում ջերմաստիճանը երբեք 15 աստիճան տաքությունը չի գերազանցել։ Գազը վառում էինք մոտ միլիոնը կես, տաքություն չկար դպրոցը։ Այստեղ ամառը տևում է հազիվ 3 ամիս, ավելի քիչ քան Սևանա Ավազանի ամառն է։ Գյուղի դպրոցն արդեն պատրաստվում է սեպտեմբերի կեսերից սկսվող ձմռանը։ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ այստեղ վերանորոգվում են պատուհանները, որոնք միշտ հյուրընկալ են եղել ձմռան բուքի առաջ։ Ամենալավ տաքացնելու դեպքում լինում է 12-16։ Երեխաներն արդեն ժպիտով են հիշում իրենց ձմեռային պարապմունքները։ Շատ սուրտ է լինում։ Ձեռնոցներով, շատ ժամանակ է լինում, որ ավելի շատ սուրտ է լինում, վերարկուներով ենք դասանում։ Վերանորոգվող պատուհանները նույն փայտից պատուհաններն են, սակայն վերանորոգման տեխնոլոգիաներն են եվրոպական։ Երեխաները եվրովերանորոգման մասին չեն երազում, վարպետ Վարդգես Արտաշյանը խորհուրդ էլ չի տալիս դասպարապել եվրոպատուհանների միջավայրում։ Եվրոն ուղղակի չի շնչում։ Մարդ որպես մի ակվարիում մի մեջ մնացած լինի, փակ վիճակ, չես կարողանում օդը շնչել։ Երեխաներն առանձնապես չգիտեն էլ, թե ում շնորհակալ լինեն այս ամենի համար։ Էներգիայի խնայողությամբ զբաղվող Տապան Էկո ակումբի ղեկավարն ասում է Նորվեգիայի Պատվո Հիպատոսին, բայց սա առաջին ու վերջին այսպիսի դպրոցը չէ։ Կարող է սխալվեմ, բայց մոտավորապես երևի մեր դպրոցների 40%-ը այս վիճակում։ Հրանտ Սարգսյանը տեղյակ է, որ վերջին տարիներին այստեղ դասապատրաստումն ընթացել է նաև 90-ականների սկզբների նավթավարների ծխի ներքո, հետևանքները կարող են դաժան լինել։ Ամեն օր շնչել այդ նավթի չայրված եւ այրված ուրեմն արտանետումները եւ մյուս կողմից, չունենալով 18 աստիճան ջերմություն։ Եթե 18 աստիճան չկա ջերմություն, դպրոցը պետք է չաշխատի օրը։ Դպրոցի հաջորդ մարտահրավերը տանիքն է եւ ժամանակակից կահավորանքը։ 24 տարի առաջ կանգ առած ժամանակի այս շենքի միակ նորությունը այս անիրական երեխայի արդյունքներն են եւ բարձր դասարանցիների հիշողություններն ու պահանջները ժամանակակից Թուրքիայից։